հաղթելու։ Եթե կարճ ասեմ, սա ինքնաճանաչողության մասին։ Իրական, առանց խաբեության, առանց ստի, քո կարողությունները իմանալու, ինքդ քեզ, քո պատմությունը, քո կենսագրությունը ճանաչելու մասին։ Դժբախտաբար, մենք ամբողջությամբ չենք ճանաչում մեզ, ինքներս մեզ, գրքում էլ եմ արձանագրել, ասելով, որ այն պահին, որ մենք հասնում ենք ինքնաճանաչողության գագաթին, հաղթանակներն անխուսափելի են դառնում։ Օրինակները շատ են, եթե ծեծված օրինակ չասեմ, Սարդարապատ վերցրեք, Արցախյան ազատամարտ վերցրեք, ինքներս մեզ հաղթելով, այսինքն ինքնաճանաչողության հասնելով, քո կենսագրությունը, քո պաշտպանությունը, քո ժառանգությունը, խորքային գնահատել, քո կարողությունը ընդհանրապես, քո դերակատարությունը, եւ այո, ես չեմ զրանում ասելու, եւ այդպես էլ կա վերնագրերից մեկը, քո ընտրված ազգ լինելը, բայց ոչ անպարտավորությամբ ու սնապարտությամբ, այլ պատասխանատվությամբ, ինչպես ես դու ընտրված ազգ, որ քո հայրերը ձևակերպել են, վերջերս շատ արծարծվող հենց Մովսես Խորենացին ընտրված ազգ լինելու ամբողջ կոնցեպտն է տալիս մեզ, մենք որքանով ենք ծանոթ Խորենացու եւ 5-րդ դարի մեր փաղանգի եւ մինչեւ այսօր քանդվող, անընդհատ քանդվող, ինքնութենական շենքը քանդվող, բայց երբեք չոչնչացող, որքանով ենք մենք ինքնաճանաչ, որքանով ենք մենք ինքնագնահատած ինքներս, ոչ սնապարտությամբ, նորից եմ կրկնում, ոչ դատարկ անպարտավորությամբ, բողոքախոսությամբ, ոչ, այլ խորությամբ ճանաչելով մեր սրտերը, մեր կեղծիքները, մեր խաբեությունները, մեր հաղթանակները, մեր քաջությունները, մեր նվաճումները, մեր արդարության տեսիլքն ու ձգտումը։ Եվ այդ նկարագրի մասինը ինքներս մեզ ամենադժվար բանն է, քիչ առաջ պարոն Գասպարյանն ասում է։ Մարդու առաջին հաղթանակ արձանագրվում այն ժամանակ, երբ ինքն իրեն է հաղթում։ Եվ ինքը հասկանում է, թե ով է ինքը, ինչ կարողություն ունի, եւ ինչ ամենակարևորը, պատասխանատվությունը կրում այս աշխարհում իր պետության մեջ, իր հայրենիքում եւ իր դիմացինի հանդեպ։ Պատասխանատվության բացակայության ասեցիք սիրո դեֆիցիտ, ես մի ժամանակ ասում եի հույսի դեֆիցիտ, բայց այսօր նաեւ պատասխանատվության դեֆիցիտի մասին, եւ արձանագրել եմ, գրքի շատ եմ խոսել դրա մասին, թե ինչպես են իրավունքը արտադրում պատասխանատվությունը, իրավունքը դարձնում կրոն, գերակայություն, ամեն ինչ գործածելու, ամեն ինչ գործադրելու, ամեն ինչ ընդունակ լինելու եւ պատասխանատվությունը զրոյացնելով։ Դա կվերաբերի շրջակա միջավայրին, կվերաբերի միջանձնային հարաբերություններին, կվերաբերի պետության կառավարման կյանքին, ամեն ինչի մեջ։ Երբ իրավունքը սկսում է գերակայություն ունենալ եւ պատասխանատվությունը չեզոքացնել, ներդաշնակությունը ոչնչանում է կյանքում եւ մարդը ինքնաճանաչողությունից զրկվում է, որովհետեւ պատասխանատվություն չի կրում այլևս ոչ բանի հանդեպ։ Եվ այս իմաստով այո, կարևոր է մեր մեղքերը հաղթելու, առաջին հերթին անձնական եւ հետո նաեւ հավաքական իմաստով կարողանալու ինքնահաղթում ունենալ, ինքնաճանաչողություն ունենալ։ Սա մասին